Բարև ձեզ հարազատ քույրեր, եղբայրներ, այսօր իմ մարտական ընկերները ինձնից պահանջում են իմ դիրքորոշումը, իմ վերաբերմունքը պետության և կրոնի նկատմամբ։ Ես կարծում եմ, եթե մենք կառուցում ենք դեմոկրատական հասարակարգ և հեղափոխությունը եղել է 18 թվին այդ ուղղությամբ, ուրեմն դա պիտի ընդգրկի յուրաքանչյուր կետ, յուրաքանչյուր ինստիտուցիոնալ կառույցին ամբողջ հայկական պետական համակարգում և հասարակության մեջ։ Բերեմ օրինակներ։ Օրինակ, Միացյալ Նահանգները ունի 200 տարուց ավել դեմոկրատական սկզբունքներ։ Իրանց մոտ կրոնը հավասար է բոլորի համար։ Ամերիկայում, Միացյալ Նահանգներում կարաս բացես կապիկի, ենթադրենք եկեղեցի կամ բերդ, խոսքի օրինակ, օձի, ինչի ուզես։ Մենք հայ առաքելական եկեղեցին կներեն բոլոր նրանք, ովքեր հավատում են, 98% ազգից հավատում են դրան, սակայն ես այսօր չէ, որ ինձ կնքել է Վազգենն առաջինը 73 թվին, 90-ական թվերի պատերազմի ժամանակ ես իմ դիրքորոշումը փոխեցի դեպի հայոց հետանոսական նախաքրիստոնեական հավատքի և արևապաշտ, մենք արևով երդվող ազգ ենք, հորս արև, դա հնուց հայք է, 10,000 տարվա պատմություն ունենք, հայ առաքելական եկեղեցին, հայ քրիստոնեությունը 301 թվից է, 2000 տարվա պատմություն նույնիսկ չունենք, և ինչի ես հետ կանգնեցի, որտև դա աբրամական կրոն է, այսինքն Աբրամից և Եվայից առաջացած, բայց Եվայից առաջ Լիլիթ ենք ունեցել, Լիլիթից առաջ Նանե ենք ունեցել, Անահիտ ենք ունեցել, Վահագն ենք ունեցել, Ծովինար ենք ունեցել, Լուսինե ենք ունեցել, Արևիկ և Արեգայք ենք ունեցել, Արեգ։ Ես հին հայոց աստվածներին եմ ավելի ինձ հոգեհարազատ, Վահագնն է ինձ ավելի հոգեհարազատ, քանց մնացածը։ Ես գտնում եմ, որ դա ավելի հայկական է մեր հին դիցաբանությունը, ու դա ավելի արամական է, քանց աբրամական սկիզբ դրածը, բայց դա իմ դիրքորոշումն է, դա իմն է, ու ես դա ոչ մեկին ոչ պարտադրում եմ, ոչ էլ մտնում եմ, ոնց որ կասի ռուսը, со своим уставом в другую церковь не заходи, այս բաներ ունեն իրանք ասած։ Ես ինչ եմ ասում, ես ուզում եմ համերաշխություն լինի, սակայն մենք տրադիցիա ունենք, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Վազգեն առաջինն էր, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյանի ժամանակ Գարեգին երկրորդներ, այսինքն պիտի լինի պետություն և կաթողիկոսությունը պետության կողքը կանի, հիմա հակասություն է, բայց իմ համար կարևորը պետությունն է, հայկական պետությունն է ու հայկական պետականությունն է, ու եթե այսօր պետական այրերը գտնում են, որ համարժեք իրանց հասկացող կաթողիկոս պիտի լինի, ուրեմն դա այտենց պիտի լինի, ես այտենց եմ գտնում։ Կա երկրորդ տարբերակը, եթե մենք դեմոկրատիա ենք անում, բոլոր կրոնական, հետանոսական բան ունենք մենք, հայ արևապաշտներ ունենք, ես առաջինը 14 թվին հայոց առաջի արևապտույտը կազմակերպեցի, այսինքն հակակշիռ կարա լինի, սովետական միության ժամանակ կար կոմունիստական կուսակցություն, մանապոլիստ էր, ինչ ուզում անում էր, հետո դեմոկրատական հասարակարգ եղավ և ունեցանք մի քանի դեմոկրատական կուսակցություններ,
կոնկուրենցիա գնաց եւ կոմունիստական պարտիան գրավեց իր տեղը, որը հասարակությունը իրան հատկացրեց։ Կարծում եմ պետքա կրոնի ազատությունը եւ պետության կողմից գրանտերը, որ տրվում է, տրվի հավասարաչափ, նույնիսկ նոր ստեղծվող, բայց հայկական, ոչ թե ասենք այնպես ենթադրենք մարմոններին կամ այնտեղ յուդայի հավատացողներին, սատանայի եւ այլն, ազատություն ակրոնի կանոն, բայց պետությունը կարա միջնորդի եւ օգնություն տրամադրի մենակ հայ առաքելական եկեղեցուն եւ հայ արմատական նախաքրիստոնեական հավատք ունեցող նոր ստեղծվող հնին հիմնվելով, չէ որ ինքը հայ առաքելական եկեղեցին իր յուրաքանչյուր եկեղեցին կառուցված է հայկական հետանոսական տաճարների վրա։ Եկեք չմոռանանք, Տրդատ առաջինը երբ ընդունեց 5 պապրավկա արեց, որ ասում է պապրավկա կոնստիտուցիա։ Առաջինը սա բանը կին ու տղամարդու ամուսնությունը յուրաքանչյուր քրիստոնեական հավատք ունեցող կաթոլիկների մոտ, պրավասլավների մոտ, պրոտեստանտների մոտ հավասարության նշանը դրած։ Ասենք, Марина согласна ты выйти замуж за Петра, Петр согласна взять жену Марину։ Да են ասում։ Մեր մոտ հնազանդություն եւ տեր, քանի տղամարդը տեր է, կինը հնազանդ է։ Դա հետանոսությունից է եկած։ Յուրաքանչյուր եկեղեցի օրհնվում է միայն այն ժամանակ, որը կառուցվում է հին հետանոսական տաճարների վրա։ Տրդատին պետք է կանգնացնել հուշարձան Լենինի հրապարակի հանրապետության հրապարակի Լենինի արձանի տեղը կարելի է։ Ինքը ազգը համախմբվեց 301 թվին, որտեղ մենք կորցրել էինք մեր հավատները, համախմբվեց։ Ռուսաստանում եղավ բոլշևիզմի եւ մենշևիզմի հեղափոխություն, իրար կիսեցին, սպանեցին։ Մեր մոտ ջրապաշտություն է եղել եւ կրակապաշտություն։ Կրակապաշտությունը մեր վզին դրեց Պարսիկը, ջրապաշտությունն էր Նոյի դարաշրջանից, որ եկավ երկու բնական աղետների երևույթների պայքար գնաց։ Մտավ հայ առաքելական եկեղեցու մեջ որպես տրնդես եւ որպես վարդեվար։ Հետանոսական դարաշրջանի տարբեր ուղություններ, տարբեր իրար հակասող ուժեր միացրեց իրար։ Մատաղը, եթե դու կյանքում ուզում ես մի բանի հասնես, դու պիտի մատաղ անես, այսինքն դու ունես մեքենա, ուզում ես ասենք երշիկի արտադրանք ստեղծես, մեքենա ծախում ես, առնում ես մսաղած, միս, աղում ես, ասարկում ես եւ վաճառում ես։ Այսինքն մի բանը մատաղ ես անում, հրաժարվում ես իօքուց սրա։ Ու դա մեր մոտ գնացել է մատաղի ձևաչափով։ Եթե մեքենա ծախես, գնաս կազինոյում խաղաս կամ գնաս ընկերներիդ հավաքես ռեստորանում ուրախանաս, դա իհարկե հասանելի չի լինի։ Մատաղը, եթե դու քո միտքը լինելու համար դու մատաղ ես անում, դա սիմվոլիզմ է։ Մատաղը ընդամենը սիմվոլիզմ է։ Մատաղի մեջ չի դրած միտքն է կարևոր։ 4-րդը եւ 5-րդը Տրդատի աշկերից արտասում գնաց եւ որ մեր արևը խաչը փակեց, ասեց խաչը փակեց մեր արևը։ Բայց ինքը այդ 5 պապրավկեքով, այդ 5 ընդունած կետով համախմբեց մի ողջ ժողովուրդ։ Հիմա մեզ պետք է անես մի հատ պարամետր, որ ամբողջ հայ ժողովուրդը համախմբի։ Այսօր բաժան են անում բոլորը։ Եկեք համախմբվենք։ Միշտ տուրբուլենտնես է պետք, փոփոխություններ է պետք։
Այսօր հետանոսա հայ տղամարդը ուզենալով կատարի հայ առաքելական մեջի դոկտրինաները ֆիզիկապես չի կարա, որտեվ ընդ է գնում է մարդկության դեմ մոմենտներ եւ տերտերները ելույթներ կան, վիդեոներ կան, կոռուպցիան են ասում են, այտենց հարցեր մի տվեք, այդ հարցերը սխալ է, այդ հարցերը ճիշտ է, այդ հարցերին լուծում է պետք տալ, կա կոնֆրոնտացիոն լուծում եւ գրակ այդ կարելի է անել սեմինար, նստել, որոշել եւ փոփոխություններ մտցնել կրոնի մեջ, եթե դա անընդունելի է, այդ փոփոխություն մտցնելը ժամանակի ընթացքում մարդիկ էշերի վրա էին գնում։ Հիմա ոչ պիտի նստենք էշերի վրա, երբ որ կա, ասենք, գերմանացիները արտադրում են լավ մերսեդեսներ, ճապոնացիները արտադրում են լավ ժամանակակից մեքենաներ։ Ես կոչ եմ անում, մեր հայ ազգին պետք է արմենիզմը։ Արմենիզմի մեջ պիտի միանա հայ առաքելական եկեղեցին, հետանոսները, արևապաշտները, ու մենք պիտի կառուցենք արմենիզմը։ Ես դա եմ կոչամ, այսինքն հին էջը փակենք, նորը բացենք։ Ինչ է նշանակում արմենիզմը։ 4 ազգ կա երկրագնդի վրա, որ ունի հավատք կրոնի փոխարեն, կան ազգեր, որոնք ունեն կրոն։ Ճկուտիկը դա ջոհուդներն են, իրանց մոտ կոչվում է իուդաիզմ, իուդաիզմը։ Ճապոնացիները դիոնիզմ, չինացիները սինտոնիզմ, հնդիկները ինդուիզմ, ինդուիզմ են անում։ Ուրեմն մենք բուտմատն ենք ղեկը քշելու համար, մեքենան քշելու համար, ղեկը բռնելու համար, բուտմատը պետք է օգտագործես։ Մենք հայերս բուտմատն ենք։ Չէ, вообще հնդիկներն են բուտմատը, մենք էս ենք, մենք ժեստ ունենք, արա լավ էլի ախպեր։ Մենք ժեստ ունենք, մենք ցուցամատն ենք։ Ну, կարևոր չի, քանի որ ես 4 մատը նշեցի, թող բուտմատն էլ ասենք լինի արմենիզմը։ Արմենիզմի շուրջ ազգը կարա գա մի ընդհանուրի եւ աշխարհի կլինի 5-րդ հավատքը։ Ունենք կրոն, հետանոսական կրոն, արևապաշտություն, հայկական, դրանք բոլորը կրոն են։ Հայ առաքելական եկեղեցին դա էլ նույնպես կրոն է։ Եվ ամենայն հայոց կաթողիկոսը ինքը մուսուլմանների կաթողիկոսը չի։ Ինքը բուդդիստ հայի կաթողիկոսը չի։ Ինքը նույնիսկ հայ պրավասլավնիի կաթողիկոսը չի, բայց անունը համայն հայոց կաթողիկոսը։ Համայն հայոց կաթողիկոսը մենակ հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսն է։ Իսկ արմենիզմի պարագայում ամբողջ հայության կարևոր չի դու ինչ կրոն ես, ինչ կրոնա քո համար ավելի դուրեկան։ Մենք ունենք մի հայրենիք, բայց ունենք տարբեր կուսակցություններ։ Պատերազմը, որ սկսվում է, չեն ասում ես ՔՊ-ական եմ, ես հանրապետական եմ, ես էս եմ, ես չեմ գնա պատերազմի, դու պիտի գնաս, պատերազմը եղել է, եւ հայրենիքը բոլորինս է, եւ մենք բոլորս պիտի պաշտպանենք այդ հայրենիքը։ Նույնը ստեղ բոլոր կրոնները պիտի մտնեն արմենիզմի մեջ։ Դրա մասին ես ունեմ դոկտրինան, որը գրել եմ 14 թվին, եւ այդ դոկտրինան կարանք ներմուծենք հայ ժողովրդին, հայ ազգին, որպես նոր փիլիսոփայական ճանապարհ, չէ՞ որ մենք առաջ ենք գնում, այլ ոչ թե հետ ենք նայում։ Ու այն ազգերը, երբ որ հիշում են իրանց անցյալը, ապագա չունեն, ծերանում են, մենակ ծեր մարդն է հիշում իր անցյալը։ Ջահելը ուզում է ապագա տենա, ապագայի համար աշխատում։ Եկեք ազգը ջահելացնենք, եկեք դոկտրինաներ փոխենք, եկեք նոր միտք տանք մեր ազգին։ Շնորհակալություն ուշադրության համար։
ձեր հետ հայոց ազգային բանակի կոմսներ, հետանոց Տիկոն։